Այն երջանկությունը, որ ապրում ենք հիվանդների հետ, երբ նրանց տեսողությունը վերականգնվում է, չեմ պատկերացնում մի այլ ոլորտ բժշկության մեջ, որ այսպիսի հրճվանք ապրի, ոչ միայն հիվանդ, այլև բժիշկը։ Ձեր մասնագիտական հմտությունները, ձեր ուսանողների հետ շփվելու եւ նաեւ պացիենտների հետ վստահ եմ նույն ձև շփվելու կարողությունները շատ լավն են ու բարձր մակարդակի վրա են։ Ես ինձ հետ մի հատ գիրք էի վերցրել, կոչում էր այսքան փոքրիկ գիրքեր Երաշևսկու Գլազնե Բալեզնի, այդ այներ ինչ ունենք հիմնականում եւ երբ հասա իրենց մոտ տեսա հաստափոր գրքերը գունավոր մեծ ատլասները, ասում ես ինչերով են սրանք սովորում եւ բառերով չեմ կարող ասել ինչ քանակի գրականություն սկսեցի ագահաբար կարդալ, որպեսզի հետ չմնամ, նախ հասնեմ իրենց, ապա հետ չմնամ, իսկ հետո ներեցեք նաև ինչու ոչ մի քիչ անցնես։ Շատ ուրախացանք, որ մեր Հայաստանում բուժված պացիենտների արդյունքները կարողացանք աշխարհին ի ցույց դնելու, անհնարին ոչինչ չկա, կարող է սեփական ուժերով գրքի հեղինակ դառնալ նույնիսկ Միացյալ Նահանգներում։ Հաճախ պացիենտները որ գալիս են ասում են, գիտեք, ասել են պետք է աչքը հեռացնել, ճար չկա, թարախի մեջ կորած է, հանկարծ ուղեղին չտա եւ այլն, մեկը փրկվեց, երկուսը փրկվեց, 5-ը, 10-ը, 20-ը, 30-ը, եւ ես այսպես սկսեցի նկարել այդ աչքերը եւ ավելի շատ ապացուցելու, որ պետք չի հեռացնել, սա կարելի է բուժել։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկը։ Այսօր մենք հյուրընկալել ենք Մալայան ակնաբուժական կլինիկայի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, Երևանի Պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր բժշկուհի Աննա Հովակիմյանին։ Ողջույն բժշկուհի ջան։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Ձեր մասնագիտական գործունեությունը, որ դուք ծավալում եք, իրոք մեծարանքի արժանի է եւ շատ ուսուցանող բոլոր այն ուսանողների համար, ովքեր ուզում են ընտրեն նեղ ակնաբուժական մասնագիտությունը եւ այս ամեն ինչը սկսվում է իհարկե մասնագիտական ընտրությունից եւ կուզեմ սկսենք նրանից թե դուք ոնց որոշեցիք դառնալ բժիշկ եւ հետո ոնց նեղ մասնագիտացաք արդեն ակնաբուժության մեջ։ Բժշկություն ընտրելս անկեղծ ասած երևի եկել է հայրիկիս ցանկությունից։ Ես ինձ հիշում եմ 3-4 տարեկանում, երբ մանկապարտեզ էի հաճախում, եւ հայրս ամբողջ օրը տանը ասում էր աղջիկս պիտի բժիշկ դառնա, որ ինձ բժշկի, բուժի։ Չնայած որևէ քրոնիկ հիվանդություն չուներ, բացապես երևի շատ ուզում էր երկու աղջիկներից մեկը, ես մի քույր ունեմ, մենք երկու հոգի ենք տանը, այսպես ասած, բայց քույրս շատ սիրում էր մաթեմատիկա եւ եւի հույսը կտրել էր իրենից, իմ հետ էր հույսերը կապում եւ ասում էր պետք է ինձ բուժի։ Երևի այդպես ինչ որ ես տրամադրվեցի շատ փոքրուց։ Հիշում եմ, որ ինձ առել էր բժիշկ Այբոլիտի այսպիսի խաղ կար, որտեղ կար ֆոնենդոսկոպ, ականջնայելու սար, կոկորտի եւ այլն, եւ հիշում եմ, որ մայրս ինձ ջերմակ խալաթ էր կարել, այն ժամանակ չկային պատրաստի, գլխի այդ կալպակ կոչվածը, այն ժամանակ հիշում եք, չէ, քառակուսի մեջ դնում էին դիմակ, եւ ես հիշում եմ, որ ես գնում էի մանկապարտեզ, հագնում էի եւ սկսում էի բոլորի հետ բժիշկ խաղալ, անգամ որ գալիս էի տուն, երբ մեր բարեկամները տուն էին գալիս, հիշում եմ, որ մեծ քերուս որդին երևի 185 թե 186 սանտիմետր հասակով իրեն ասում էի պարկե հենց հիմա քեզ պիտի ներարկեմ միջմկանային իբրև թե այդ ներարկիչներով եւ ինքը հաճիկով համաձայնում էր եւ պատկերացեք չգիտեմ 10 տարվա ընթացքում դպրոցական տարիներին բացի բժիշկ դառնալուց ոչ մի բան իմ մտքով ուրիշ չանցավ երևի պարզապես հայրիկիս խոսքերը մեխվել էին գլխիս մեջ միգուցե որովհետեւ տանը բժիշկներ չունեն բժշկական ընտանիք չի մեր ընտանիքը չնայած մայրս պաշտպանել է մի հետաքրքիր ճյուղով կոչվում էր բժշկական աշխարհագրություն այն ժամանակ խորհրդային տարիներին Լենինգրադում, այդպես էր կոչվում Սան Պետերբուրգը, հիշում եք, եւ թեման հարում էր բժշկության, բայց նա բժիշկ չէր, նա աշխարհագետ էր եւ ակնաբուժության հետ կապված ճիշտն ասած նորից մայրս է ստիպել որ դառնամ ես հիշում եմ որ հասա 5-րդ կուրս շատ ուզում էի դառնալ սրտաբան կամ արյունաբան դուր էր գալիս այդ գործը եւ մայրս ասում էր ոչ ակնաբուժությունը իր բառերը ցիտեմ ամենաինտելիգենտ ճյուղն է բժշկության մեջ ամենանուրբ ամենաքնքուշ ամենականացի կեսկսազի եւ այլն բայց իր համար էլ օրինակ էր հանդիսանում իր եղբոր կինը Ժաննա Սարդարյանը ով առ այսօր քաղաքի գործող ակնաբուժ է եւ շատ լավ է, առ այսօր շատ բարձրակարգ եւ մայրը շատ հավանում էր իր գործը, ուզում էր որ իր աղջիկն էլ նմանի եւ ես շատ ուրախ եմ որ ենթարկվեցի մայրիկիս, որովհետեւ ասում էի 5 տարի գերազանց սովորեմ գնամ մի փոքր աչքի բժիշկ դառնամ, ես ինչ ես ասում։ Այն ժամանակ ես նույնիսկ հասու չէի հասկանալու, որ այդ մի փոքր աչքի մեջ հազարավոր հիվանդություններ կան, թե որքան կարեւոր է այդ աչքի լույս կոչվածը, տեսողությունը, չէ՞ որ արտաքին աշխարհի ընկալումը հենց աչքերի միջոցով է կատարվում եւ
երևի ամենակարևոր զգայարանն է, ես այդպես եմ համարում, որովհետև այն երջանկությունը, որ ապրում ենք հիվանդների հետ, երբ նրանց տեսողությունը վերականգնվում է, չեմ պատկերացնում մի այլ ոլորտ բժշկության մեջ, որ այսպիսի հրճվանք ապրի, ոչ միայն հիվանդ, այլև բժիշկը։ Ուրախ եմ, որ լսեցի մորս կարճ ասած եւ գնացի այդ ճանապարհով։ Շատ կարևոր, շատ ուրախ ենք, որ լսել եք մայրիկին, որտեվ ես նույնպես եղել եմ ձեր ոնց որ ձերի տակով անցել եմ COVID ասած որպես ուսանող, հա, եւ իրոք ձեր մասնագիտական հմտությունները, ձեր ուսանողների հետ շփվելու եւ նաեւ պացիենտների հետ վստահ եմ նույն ձև շփվելու կարողությունները շատ լավն են ու բարձր մակարդակի վրա են, եւ դա իրոք ուրախալի է։ Ես կուզեմ հասկանամ ոնց այդ process-ը եղավ ձեր մոտ, այսինքն դժվարություններ, քանի որ բժշկական համալսարան ամեն դեպքում, հետո նաեւ ակնաբուժություն եւ դուք նաեւ սովորել եք 90-ականներին ծանր տարիներին, ոնց եք կարողացել այդ դժվարությունները հաղթահարել ու ոնց ստացվեց ձեր մոտ այդ ամեն ինչը։ Գիտեք, իսկապես դժվար ուղի եմ անցել եւ մենակ չեմ անցել, այնպես ստացվեց, որ երկրաշարժի ժամանակ շատ բժիշկներ այցելեցին, գիտեք, արտերկրներից եւ մի հայրենասեր մարդ Միացյալ Նահանգներից Ռոջեր Օհաննիսյան ազգանով գուցե լսել եք հայկական ակնաբուժական նախագծի ամերիկյան կողմի տնօրենը, ինքն էլ եկավ այդ տարիներին եւ այն ժամանակ հանդիպելով պրոֆեսոր Մալայանին, նրանք միասին որոշեցին հիմնել հայկական ակնաբուժական նախագիծ այդ ծրագիրը, դա 92 թիվն էր, իսկ ես մուտք գործեցի Մալային կենտրոն 93-ի դեկտեմբերին, 94 թվականին եւ ամիջապես կարծես հենց այդ ծրագրի սկզբերն էր, հա, երբ նա եկավ, տեսա, որ շատ պահանջարկ կա, ասեմ, արևմտյան կրթության։ Սկսենք գիտելիքներից, կարծում եմ ամենաառաջինը գիտելիքն է, հետո նոր հնարավորությունները։ Շատերը հաճախ ասում են, «Վայ, մենք ունենանք իրենց տեխնիկան, այս կանենք, այն կանենք», ոչ, առաջինը պետք է գիտելիք ունենաս, հետո նոր մնացածը։ Եվ նա տեսավ մեր բացերը, քանի որ մեզ մոտ ռուսական դպրոցներ իշխում, եւ այն ժամանակ ռուսականը զգալի հետ էր մնում ամերիկյան կամ եվրոպական, այո, կային շատ հզոր անշուշտ ռուս բժիշկներ, վիրաբույժներ, ես չեմ թերագնահատում ոչ մեկին, բայց կրթության մակարդակը եւ տեխնիկայի միանգամայն այլ էր։ Եվ այնպես ստացվեց, որ նա սկսեց ոչ միայն Միացյալ Նահանգներից բժիշկներ բերել տարեկան 2 անգամ մեր կլինիկա, այլ նաեւ 97-ից սկսեց բժիշկներ տանել Միացյալ Նահանգները, ասելով թե որ մենք ինքներս այստեղի ակնաբուժներս ավելի լավ գիտենք, ինչը գիտենք, ինչը չգիտենք, եթե մենք հայտնվենք այնտեղ, բնականաբար կհասկանանք ինչքան ծավալ պետք է սովորենք։ Նա շատ էր հավանում մեր բժիշկներին, բոլորին ասում ես, բոլոր շատ խելացի եք, հմտությունները ձեռքը եւ այլն, բայց նա նույնպես զգում էր, որ շատ բացեր ունենք եւ գիտելիքի մեջ եւ առավելապես տեխնիկայի մեջ եւ այնպես ստացեց, որ իմ բախտն էլ բերեց այդ երջանիկների շարքում հայտնվելու եւ 2000 թվականին ես մեկնեցի Սան Ֆրանցիսկո, այնտեղի կալիֆոռնիական համալսարանում սովորեցի մոտ 10-10.5 ամիս եւ իմ ամուսինը Հայկ Ավագյանը, ով արդեն ձեր հյուրն է եղել, նա մի անգամ 98 թվականին էր այնտեղ, այսպես ասած, հայտնվել 3 ամսյա կրթությամբ, ապա հրավեր է ստացել եւ 2000-ին այնպես ստացեց, որ ինքը մեկնեց, իրենից ուղիղ 4 թե 4.5 ամիս հետո ես մեկնեցի։ Կարծես համընկավ եւ ինչ որ առումով հեշտ էր, երբ որ ընտանիքը միասին է, բայց որոշ չափով էլ շատ դժվար էր, որտեվ երեխաներն էլ էի տարել, 3 տարեկան, 7 տարեկան, պատկերացեք հայրս երեք է մեզ օգնելու, քույրս Նայրա Հովակիմյանը, միգուցե գիտեք իրեն, Միացյալ Նահանգներում նա նույնպես 98 թվականից մեկնեց, այսօր Իլինոյսի համալսարանի անվանի պրոֆեսոր է, մաթեմատիկոս է եւ 2 գրքի հեղինակ է, ուսմունքի հեղինակ է, L1 Adaptive Control եւ այլն, այսինքն շատ հաջողությունների է հասել, բայց այն ժամանակ նա երիտասարդ գիտնական էր, նոր էր գնացել եւ հայրիկիս հրավերը կարծես ինքը կազմակերպեց, բայց հայրիկս եկավ մեզ օգնելու։ Ապա հետո 3 ամիս անց մայրիկս միացավ եւ դժվարությունը գիտեք ինչու էր կանում, այնտեղ ամեն օր ստիպած էր 5-ին 5:30 արթնանալ, որովհետև Հայկ Ավագյանի morning fracture կոնֆերանս էր կոչում առավոտյան այդ ռենտգենների քննարկումը սկսվում էր 6:15, իսկ իմ համալսարանում, որը իր համալսարանից մոտ 25 րոպե հեռու էր գտնվում, որ ես նստում էի փոքրիկ երթուղային տաքսի եւ հասնում, իմ մոտ էլ սկսվում էր 6:45 թե 7-ին այդ ժամերին։ Թե իրենը 6:15 ներողություն, իմը 6:45։ Երեխաներին քնած թողում էինք, դուրս էին գալիս, ապա հայրիկս պետք է արթնացներ, մեծին դպրոց ճանապարհեր, այնտեղ հաճախեց 6 ամիս ավտոբուս նստածներ, փոքրին տաներ, կերակրեր, մանտար քնածներ, նորից արթնացներ նրան դիմավորեր եւ այլն, շատ երկար բարակ այսպես չձանձրացնեմ, իսկ մենք գալիս էինք ժամը
7-ին 8-ին։ Այսինքն նույնիսկ եղել են օրեր, որ երեխաներին քնած թողել եմ եւ եկե քնած դիմավորել եմ, որովհետեւ մի քանի ամիս անց իմ ղեկավարը այնտեղ ինձ պարտադրեց, որ ես պետք է նաեւ հոդված գրեմ եւ արխիվի բանալիները տվեց եւ կլինիկ դեյը, որ ավարտվում էր 6-ին 7-ին, ես գնում էի մինչեւ 9-10 այդ արխիվում աշխատում էի, որ մշակեի, որ պետք է իր պահանջով եւ ելույթ ունենայի, որ ունեցա եւ հոդված տպեի։ Ամուսինս գալիս էր ինձ ժամը 10-ին 11-ին արխիվից տուն էր բերում, գալիս էի քնած թողում էի, քնած գալիս էի եւ շաբաթ կիրակի կարող էի իրենց երեսը տեսնեի եւ պատկացիկ տան գործեր պիտի հասնես անես, հա, ճաշել եւ այլն։ Բավական դժվար ուղենք անցել, ել չասեմ, որ շոկ էր, ինչ առումով, այ ժամանակ չկար, այս ինտերնետը, Google-ը, ամեն ինչ, եւ մենք չգիտենք ինչ է կատարվում։ Ես ինձ այդ մի հատ գիրք էի վերցրել, կոչում էր, այսքան փոքրիկ գիրք էր, Երաշևսկու Գլազնե Բալեզնի, այդ այներ ինչ ունենք հիմնականում եւ երբ հասա իրենց մոտ տեսա հաստափոր գրքերը, գունավոր մեծ ատլասները, ասում ես ինչերով են սրանք սովորում եւ բառերով չեմ կարող ասել ինչ քանակի գրականություն սկսեցի ագահաբար կարդալ, որպեսզի հետ չմնամ, նախ հասնեմ իրենց, ապա հետ չմնամ, իսկ հետո ներեցեք նաև ինչու ոչ մի քիչ անցնես, ինչու ոչ։ Եվ ուզում եմ ասեմ, դա շատ ծանր մաքարելով եղավ, բայց իմ բախտը բերեց այնքանով, որ ես շատ բարձրակարգ համալսարանում էի սովորում, որը կոպիտ ասած teaching center էր, Proctor Foundation, դա referral, որտեղ տարբեր նահանգներից բար դեպքեր էին գալիս, այնտեղ բարձրակարգ դասախոսներ էին եւ կար այն ժամանակ կոչվում էր slide copy machine, սլայդները նկարող սարք եւ ես հիշում եմ, որ հենց հետաքրքիր բան էի տեսնում, իսկ ամեն օր առնվազն 30-40 հետաքրքիր նորություն կար, ասում էի կարող եմ ձեր աչքը նկարել, մոտ 90% մարդիկ ժպտում էին, այո, ինչու ոչ, ասում էի this is for teaching purposes, ուսուցանելու համար է մեր երկում, այո, որոշները ոչ, ով էս որ պետք է իմ աչքը նկարես, դե ամեն ինչ միջով անցել ենք եւ հիշում եմ, որ ես պատրաստեցի մոտ 1000 սլայդներ, երկու գիրք, մեկը անդադաղանթի հիվանդություններ տարատեսակ, մյուսը եղջերաթաղանթի եւ արտաքին աչքի եւ ցենց խնամքով դասավորել էի ամեն էջում ինչ պետք է գամ կարդամ եւ ասեմ ժողովուրդ, սա սենց պետք է բուժենք, դանես պետք է բուժենք, սա ինչի սանա է, այո, եւ հիշում եմ, որ երբ վերադառնում ենք, ամուսինս ասեց ծանր են, էլի արի դա պարզապես ուղարկենք, դնենք բեռնափոխադրող, այո, բեռնափոխադրող, ես ասացի ոչ, ձեռքով պետք է տանեմ, ասեց գժվել ես այսքան ծանր, ասի բա որտեղ հասնենք հանկարծ իրերը կորի։ Եվ ես բերեցի եւ պատկերացնում եք մենք իջանք ու ասեցին իրերը կորել են։ Ու ես սենց շփտալով իմ teaching material-ը ուսուցման իմ նյութը ինձ հետ է։ Իհարկե 5 օր հետո գտամ, բայց այդ 5 օրում հավատացեք ես եւի սրտամկանի ինֆարկտ կստանայի, որտեղ ես հավաքել էի այդ ամբողջ այդ 10 ամսվա մեջ եւ այդ այն ամենն էր ինչի համար երևի, չգիտեմ ես լույս աշխարհը մեկ է որպես իմ միսիան դա կատարելու, այդպես եմ համարում եւ գժվեի, որ այդ ամենը կորեր։ Փառք Աստծո տեղ հասավ, իր նպատակին ծառայեց։ Իհարկե մի տարի հետո դուրս եկավ PowerPoint presentation-ները, սլայդները ոչ մեկի պետք չեն, այսօր նրանք մեր հիվանդանոցի արխիվային բաժնում են, բայց իրենք իրենց դերը մի 2 տարի շատ լավ կատարեցին, միջև արդեն հիմնական պրեզենտացիաները գիտեք այսօր այլ ծրագրով է արվում, բայց շատ լավ նպաստեցի մեր համենայնդեպս իմ ոլորտում եղջերաթաղանթի եւ անդադաղանթի հիվանդությունների բնագավառում հեղաշրջում կատարելու կհամարձակվեմ այսպես ասել, որովհետեւ միանգամայն նոր գիտելիքներ, նոր ախտորոշիչ մեթոդներ, նոր բուժման մեթոդներ, իսկ հետո նաև ինչու՞ չէ նոր վիրաբուժական մի շարք մեթոդների ներդրում մեր երկրում։ Ծանր ուղի էր։ Մի անգամ էլ 2004-5 թվականներին նորից իմ ամուսնու հետ համընկավ, որ գնացինք Ցինցինատի, ես աչքի հիվանդանոց, նա Sport Medicine այդ կենտրոնը, եւ 4.5 ամիս էլ այդտեղ վերապատրաստվեցինք, ես հիմնականում եղջերաթաղանթի վիրաբուժության մեջ եւ շատ գոհ եմ, որ կյանքում ինձ հաջողվել է նման կրթություններ վայելել։ Ճիշտ է, շատ դժվար եղել, եթե հիմա ինձ մեկը ասեր կգնաս, կասեի ոչ։ Օրինակ հիմա այս տարիքում, այս առողջությամբ, այս նյարդային վիճակներում ոչ։ Բայց այն ժամանակ երիտասարդ էինք, 30 տարեկան, կարծես ավելի հեշտ էր, ամեն ինչի միջով անցնում էինք եւ սենց նորմալ է, ոչինչ, կհաղթարենք, ինչ ա եղել։ Երևի ամեն ինչ ունի իր տարիքը եւ այդ կրթվելն էլ, սովորելն էլ ինչ որ մի տարիք ունի։ Ես երբեմն ծնողներիս մեղադրում եմ, ասում ինչու ինձ դպրոցական տարիքում Ֆրանսիային, Գերմանիային տարբեր առկաներ էլ չեք ուսուցման տվել, որտեղ դա այն տարիքներ, որ ինչ տային կվերցնեին։ Իսկ հետո արդեն այս տարիքում ինչ կարդում ես, մի քանի օր հետո կարող ես լավ չես հիշում, նորից պիտի անցնես։ Բայց այդ տարիները անցան բավականին դժվար մաքարելով, բայց կարծում եմ արդյունավետ եւ ծառայեց իր նպատակին։ Դե իհարկե ծառայել է նպատակին, որտեղ այդքան աշխատանք իրականացնել եւ վստահ եմ ցանկացած այդ մակարդակի աշխատանք միշտ իր արդյունքը տալիս է։ Ինչ ուզում ես ասա, եթե
աշխատում ես, այդքան ջանք ես դնում, հաստատ կլինի անպայման, որովհետև անհնար է այդքան աշխատել ու հետո չլինի արդյունք, ու պետք չի բողոքել, ոնց որ դուք նշեցիք, ես համաձայն եմ դրա հետ։ Եթե ընկել ես մեջը, անցի վերջում կնայես, կասես ինչ լավ է անցել, էլի կարևոր։ Պետք է ունենաս համառություն եւ լավատեսություն ու նպատակ։ Անհնարին ոչինչ չկա, միայն ցանկանալ է պետք, բայց շատ ցանկանալ։ Շատ ցանկության դեպքում։ Գիտեք ինչից եմ ուզում նաև խոսենք, թե ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես եղջերաթաղանթի փոխպատվաստումը եւ ինչ բարդություններ, ինչ դժվարություններ կան այդ վիրահատությունների իրականացման մեջ եւ ոնց է ստացվել, որ Հայաստանը գրեթե ամբողջ պրոֆիլով կարողանում է փակել այդ ամեն ինչը, հա, կպատմեք ոնց է արդեն մի չափով պատվեցեք Եղջերաթաղանթը նախ նշեմ, որ մեր բբի առջևում արկա թափանցիկ թաղանթն է, կարծես աչքի պատուհանը, որտեղից լույսը ներթափանցում է աչքի խոռոչ եւ եթե այն պղտորվում է, այո, տեսողությունը վերականգնելու մեթոդը մնում է փոխպատվաստումը։ Մեր երկրում այո, մի քիչ դժվար էր սկիզբը, որովհետև մենք մեր մորգերից դեռ չենք կարողանում եղջերաթաղանթ ձեռք բերել, չնայած արդեն ահագին առաջընթաց կա եւ կարծում եմ մոտակա ամիսներին կունենանք, որը շատ ուրախալի փաստ է, բայց մենք համագործակցում ենք արդեն բավականին երկար տարիներ Միացյալ Նահանգներում, Ֆլորիդայի նահանգում, Տամպա քաղաքում արկա Lions Eye Bank-ի հետ, այդ աչքի հյուսվածքների բանկն է, որ մեզ ամեն ամիս մոտ 10 թաղանթ է ուղարկում, այսինքն մենք պահանջարկը ներկայացում ենք, հիվանդները որոշակի գումար վճարում են այդ հյուսվածքի համար եւ սառույցի մեջ պահպանված մարդիկ իրենց կյանքից հետո նվիրատվություն են անում, գիտեք, ոչ միայն լյարդը սիրտը երիկամ, այլ նաև աչքի հյուսվածքները եւ դա շատ օգնում է մեկ այլ մարդու աչքի լույս պարգևելուն։ Պատկերացեք բավականին խորություն կա այս ամենի մեջ, երբեմն նամակներ ենք ստանում, որ մահացած մարդու հարազատները նամակ են գրում, իմ որդու աչքում ծառայեց, իմ աղջկա, իմ երեխայի, իմ ամուսնու եւ առաջ սկզբում դա ուղղակի փշաքաղեցման աստիճանի էր հասնում, որ գրում էինք, որ շատ շնորհակալ է այդ ինչ մարդ է, այսինչ հիվանդություններ, հիմա ավելի քիչ են նամակ գրում, բայց այն ժամանակ շատ էր գալիս եւ ասում եմ Տեր Աստված, սա ինչքան հուզիչ process է, մարդիկ գիտեն, որ իրենց այսինչը մահացել եւ թաղանթը գնացել է Ամերիկայից հասել Հայաստան ու հետաքրքրվում են տեսնեն ում ծառայեց։ Կցանկանայի նշել, որ եղջերաթաղանթի փոխպատվաստման մեջ, կոնկրետ մեր կենտրոնում, մեր բաժանմունքում շատ մեծ առաջընթաց կա, մենք կատարում ենք բոլոր տեսակի փոխպատվաստումները, այնտեղ կա ամբողջ հաստությամբ, կա ներքին շերտ, արտաքին շերտ փոխել, դրանք ահագին մասնագիտական տերմիններ են, չեմ ուզում հիմա օգտագործեմ, բայց ուրախ եմ, որ մենք կարողանում ենք պացիենտին ցանկացած տիպի ծառայություն մատուցել, այդ շերտավորները ավելի դժվար են տեխնիկապես եւ մենք ներդրել ենք 2009 եւ 16 թվականից առաջային ու հետի շերտավորները։ Կցանկանայի նշել, որ նաեւ 2006 թվականից մեր բաժանմունքում կատարվում է մի վիրահատություն, որ կոչվում է արհեստական եղջերաթաղանթի փոխպատվաստում, բոստոնյան առաջի տեսակի, որը բացառիկ վիրահատություն է եւ տարածաշրջանում միայն մեզ մոտ է կատարվում, այն չի կատարվում Վրաստան, Ադրբեջան, Միջին Ասիա եւ այլ երկրներում, եւ դա այն դեպքերն են, երբ պացիենտը երկու աչքից կույր է, ասենք հիմնական քիմիական այրվածքներ են, հա, ասենք եղել կամ բայթուցիկ ինչ որ նյութ է եղել եւ ամբողջ աչքի մակերեսը անօթավորված է, դու չես կարող սովորական մարկային թաղանթ դնել։ Այդ դեպքում քեզ անհրաժեշտ է արհեստականը, որը քիմիական նյութից է կազմված, պոլիմեթիլ մետակրիլատ եւ սեփական անոթը չի կարող գրոհել իր վրա, այսինքն նա կարող է թափանցիկ մնալ։ Անշուշտ այս վիրահատությունը շատ տեխնիկական նյուանսներ ունի, կոպիտ ասած շատ հնարավոր բարդություններ, բայց նաեւ երբեմն միակ հույսն է տվյալ մարդուն տեսողություն տալու եւ եթե 50% դեպքերում էլ եթե նույնիսկ դրական արդյունք ունես, կարծում եմ ողջուն է եւ ուրախանում ենք երբ արդյունք ունենք եւ այս բաժանմունքում նաեւ ներդրվել են մի շարք վիրահատություններ, որ միայն մեզ մոտ են էլի կատարվում, ցողունային բջիջների, լիմբալ ցողունային բջիջների փոխպատվաստումներ, անգամ անում ենք եղջերաթաղանթի կոսմետիկ ներկում, կոչվում է տատուաժ իր աչքերին տեսքը բարելավելու։ Անցյալ տարի որպես նորամուծություն առաջին անգամ շրթունքի լորձաթաղանթ տեղադրեցինք աչքի մակերեսին տեսնելու նպատակով եւ անդադար ամեն տարի որևէ նորամուծություն մտցնում ենք մեր բաժանմունքում։ Ուրախ եմ, որ փոխպատվաստումների մակարդակը չի զիջում արևմտյան ստանդարտներին եւ կարողանում ենք ցանկացած տիպի ծառայություն պացիենտին մատուցել։ Իրականում վաու, որովհետև շրթունքից լորձաթաղանթ տեղադրել աչքի վրա կյանքում սովորական մարդուն բացատրես այդ կյանքում չի կարող պատկերացնել թե ոնց է ստացվում, որ դա հրաշք է իրականում, որովհետև շատ բարդ իմ կարծիքով համատեղելիությունը փորձել այդ ամեն ինչը ճիշտ տեղադրել, ինչքան բարդ, մանրակրկիտ, լուրջ աշխատանք է եւ ես այնքան ուրախանում եմ, անկեղծ եմ ասում, այնքան ուրախ եմ, որ մեր երկրում այդ ամեն ինչը կատարվում է եւ դա միայն ողջունելի է։
եւ այս ձեր բուրըն մասնագիտական գործունեությունը, որ դուք ծավալել եք, արձանագրվել է ձեր կատարած աշխատություններում, գիտական աշխատություններում եւ դուք գրել եք 3 գրքեր ակնաբուժության մասին, որոնք որ շատ հրաշալի ձեռնարկներ են ակնաբույժ օրդինատորների, ուսանողների համար, ովքեր ուզում են խորանալ ակնաբուժության մեջ, ունեք եւ հայերենով եւ անգլերենով։ Խնդրեմ պատմեք ձեր եւ այդ բուրըն մասնագիտական գործունեության համատեղումը գիտական գրականություն գրելու հետ եւ թե ոնց այդ գաղափարը ծնվեց ձեր մոտ ու ճանապարհին էլի այդ դժվարությունները ոնց կարողացեք հաղթահարել, որ դուրս եկան գրքերը։ Շնորհակալություն հարցի համար։ Ճիշտն ասած, ոնց միտքը ծագեց, երբ 2005 թվականին Ցինցինատի աչքի ինստիտուտում ավարտեցի երկրորդ կրթությունս, Էդվարդ Հոլանդով համաշխարհային մեծություն է ակնաբուժության մեջ, ինքը նվիրեց իր գրքերը 3 հատորագեր իր անձնական ստորագրությամբ եւ այդ պահին ես չասեմ նախանձով, ճիշտ չի այդ բառը երևի, ինչ որ երանելիությամբ, ինչ հաճելի է իր վիրահատությունները, իր չգիտեմ նյութերը եւ այլն, ու ոնց որ մի քանի տարի անց երբ բավականին արդեն պացիենտների բուժել է ինչ որ որոշակի քանակեր կուտակվել, կարծես միտք ծագեց, իսկ ինչու ոչ մեր տվյալները նույնպես ինչ որ միտեղ շարադրել, եւ ստացվեց այնպես, որ մի պահ շատ ինձ պացիենտներ ուղարկվեցին տարբեր կլինիկաներից ծանրագույն խոցերով, այս եղջերաթաղանթի թարախային բորբոքումներով, եւ հաճախ պացիենտներ որ գայս են ասում են, գիտեք, ասել են պետք է աչքը հեռացնել, ճար չկա, թարախի մեջ կորած է, հանկարծ ուղեղին չտա եւ այլն, մեկը փրկվեց, երկուսը փրկվեց, 5-ը 10-ը 20-ը 30-ը, եւ ես այսպես սկսեցի նկարել այդ աչքերը եւ ավելի շատ ապացուցելու, որ պետք չի հեռացնել, սա կարելի է բուժել եւ կսպիանա, ինչու ոչ, ու տեսա, որ աշխարհում չկա որևէ գիրք, որտեղ նկարել են նախքան բուժումը եւ 3 ամիս անց, 6 ամիս անց, 1 տարի անց եւ չգիտեմ, տենց միտքը ծագեց, որ հետևենք։ Մենք զգացինք, որ մի 100 չասեմ, հազարներով 14000 աչք էինք նկարել այն ժամանակ։ Տեսենք ինչքան շատ նյութ ունենք, որ հիվանդը եկել է այսպիսի պատկերով, բուժվել է այսպես։ Իհարկե այդ քանի մեջից առաջի գրքում 800-ը տեղ գտան, որտեղ գիտեք որակյալ չէին շատ նկարել։ Պատկերացեք, ցավում է աչքը լուսավախության մեջ, ուզում ես նկարես, փախցնում է մարդը, չի կարողամ դիմանալ, որ ասես պահի դու էլ շատ որակյալ նկար ստանաս։ Դրա համար 800-ի որակը այնպեսին է դուրս եկա, որ կարելի էր զետեղել գրքի մեջ։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներում տպագրելուն, առաջի գիրքս այնտեղ է տպագրվել, երբեք մտքովս չեր անցնի, որ ես կարող եմ այնտեղ գրքի հեղինակ դառնալ, եւ դրանում անշուշտ շնորհակալ եմ հարազատ քույրիկիս Նաիրա Հովակիմյանին, ով ինձ ասեց, իսկ ինչու՞ չես Ամերիկայում տպում։ Ու ես ասեցի, ով ես ով եմ, որ իմ տվյալները Ամերիկայում տպվեց։ Ասեցի, դու փորձիր։ Ինքը շատ համարձակ եղել միշտ կյանքում, բացարձակ սովորող, փայլուն եւ այլն, եւ ես ասացի լավ, լսեմ իրեն։ Եվ պատկերացեք, մոտ 3 տարի այդ գիրքը գրվել է, ինձ շատ օգնել են նաեւ իմ կրտսեր գործընկերները, այն ժամանակ Բաժամքի բժնեյց Արաքսդավթյանը, Արտակ Կիրակոսյանը, մեկը նկարում էր, մյուսը նյութեր էր քաղում, ինձ օգնել են բավականին, դե հետո վերջում իմ կրտսեր որդինով Միացյալ Նահանգներում ուսանում է UCLA համալսարանում, նայել իմ անգլերենը մի հատ էլ ինքը մի քանի անգամ հղկեց, խմբակային ինչ-որ բան ստացվեց եւ ի ապշանքս մեզ եւ ի ուրախություն մեզ եկավ, որ ընդունվել է տպագրության, այսինքն սկզբում շատ ծանր գրախոսություններ, 2 անգամ հետ տվեցին, առաջին անգամ ասեցին կտպենք, հետո ասեցին գիրքը թույլ է, բուժումներ չունի, սկզբում միայն նկարագրել էինք, թույլ է, ես ասեցի վերջ, այստեղ ենք տպում, հետո չէ, լավ, այն որ կներեք չալարենք, մեկ է նստենք ամեն այդ 800 դեպքի համար բուժում գրենք, մի խոսքով ու արդեն մյուս գրախոսությունները ոնց որ 10-ից 10 ֆոտոներն էին գնահատել, 9-8 նյութն էին գնահատել եւ ընդունվեց տպագրության, շատ ուրախացանք, որ մեր Հայաստանում բուժված պացիենտների արդյունքները կարողացանք աշխարհին ի ցույց դնելու, մեր հայրենական ակնաբուժության մակարդակը ցույց տալու։ Այդ 800 նկարներից 102 դեպքը միայն մինչև բուժումը եւ բուժումից հետո կլինիկական դեպքեր են, մոտ 50-ը ծանրագույն խոցեր, որտեղ ցույց է տրվում, թե ահա այսպեսին է առաջ օրը, այսպեսին է 6 շաբաթից, 3 ամսից, թե 1 տարուց, ու հետո ճիշտն ասած, երբ որ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Բժշկական համալսարանում 22 թվականի հունվարի 24-ին, շատ բժիշկներ ինձ դիմեցին պոլիկլինիկական ծառայություններից, շրջաններից, բայց գիտեք, եթե լիներ հայերեն կգնեինք, անգլերենն է եւ դժվարանում ենք։ Բժիշկներ, որոնք արդեն 50-60 պլյուս են, բժիշկներ, որոնք դե չգիտեն այդքան անգլերեն, հիմա ամեն մեկը չի անգլիական թեկումով դպրոց ավարտել կամ չգիտեմ ինչ ձևի անգլերեն սովորել դպրոցում, միտքը ծագեց, որ կարիք կա հայերենի եւ հանձն առանք թարգմանությանը։ Այստեղ ինձ օգնեցին իմ
Կլինիկական օրդինատորները շատ սիրելի, գիտեք մեր կենտրոնում շատ են իրենք, 40-50 կլինիկական օրդինատոր միշտ ունենք եւ նրանցից 3-ը կուզեմ անունները տամ, Արփինե Գրիգորյանը, Մարիամ Ղազարյանը եւ Տաթևիկ Հարությունյանը ջանասիրաբար հանձնառան թարգմանության։ Իհարկե ես ամեն տողը անձամբ շտկել եմ, հետո իրենք էլ կասեն, որովհետև չեմ կարող այնքան նյութը տակ է սրտիդ, որ ուզում ես ամեն բառդ նորից լինի քո ուզածով։ Եվ դա տևեց, ես որ պատկերացնի այդքան տաժանակիր հավատացեք չի անի։ 2 տարի բոլոր շաբաթ կիրակիները առավոտից իրիկուն գնում է դրա վրա, որովհետև վայ չէ, հետո անդադ նոր դեպք ավելանում կլինիկայում, ասում եկեք էսել մտցնենք, ու վերջ չկա։ Ու վերջում արդեն վсё, այսինչ ամս, այսինչ օրից երթվենք բոլորս, որ էլ ոչ մի նոր բան չենք ավելացնում։ Ու սենց հիմա ցավով նայում եմ, բայց եկան հետաքրքիր բան է եկել, ուսա մեջը չի։ Դե չես կարող, բժշկությունը շարունակական process է, անդադար նոր հիվանդներ, նոր դեպքեր եւ չես կարող ուղղակի դժվար է կանգ առնելը, բայց նաեւ ուզում եմ ասել, որ այդ անգլերեն գրքի հետ կապված էլ ես շնորհանդեսի վերջում ասեցի, որ անհնարին ոչինչ չկա, կարող է սեփական ուժերով գրքի հեղինակ դառնալ նույնիսկ Միացյալ Նահանգներում, ուղղակի պահանջվում է, չգիտեմ, ծայրահեղ աստիճանի աշխատասիրություն, շատ մեծ համառություն եւ նվիրում գործիդ։ Եթե շատ նվիրված ես, նպատակը դրել ես եւ իսկապես շատ աշխատասեր ես, կարող ես հասնել ամեն ինչի։ Ուղղակի շատ բաներ զոհելով։ Իհարկե ուզում ես այդ շաբաթ կիրակի գնաս այգում զբոսնես, իհարկե ուզում ես հարազատիդ այցելես, կինոթատրոն եւ այլն, բայց եթե նպատակ ես դրել ուզում ես հասցնես, զրկվում ես շատ բանից եւ ընտանիքդ է զրկում։ Ես շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին, որ ինձ 7 տարի հանդուրժում են, այսպես ասեմ, որտեղ 3 տարի գիրքներ, 2 տարի սա էր։ Արանքում մի հատ էլ փոքրիկ գիրք եղավ, աչքի բորբոքային հիվանդություններ, մեր կլինիկայի 45-ամյակը նշվեց 23 թվականի դեկտեմբերի եւ 4 գիրք լույս տեսավ այդ տարի։ Մենք էլ հրատարակեցինք աչքի բորբոքային հիվանդություններ, այսօր մեր կլինիկական օրդինատորներից շատերը գալիս գիրքը վերցնում են եւ բորբոքումներ աչքի կոնկրետ քննության համար պարապում են այս գրքով, հարմար է իրենց։ Եւ հիմա էլ էս հայերեն տարբերակը, որ արեցինք անգլերեն գրքի, ճիշտ ասած մի քիչ նոր գիրք ստացվեց, ասեմ ինչու։ 200 նոր դեպք ավելացավ այդ 800-ի, 600 նոր լուսանկար եւ 29 QR կոդ, որոնք տանում են YouTube-յան իմեջին տարբեր վիրահատություններին եւ տարբեր մանիպուլյացիաներին, ինչը ուսանողին կլինիկական օրդինատորին կարեւոր կլինի, որ այդ բան հեռախոսը պահի եւ միանգամից տեսնի, ինչ է կոչում, ասենք փափուկ կոպի սինդրոմ, որտեղ ես կոպը վերցնում եմ, ճմրթում եմ կոպիտ ասած, պտտում եմ եւ ցույց եմ տալիս ինչպես է նա հեշտ պտտվում։ Օրինակ կլինիկական օրդինատորը առաջի տարվա կհասնի կարտաֆլոպի այլի սինդրոմ, փափուկ կոպի սինդրոմ, միանգամից QR-ով կնայի կտեսի դա օրինակ ինչ է իրենից ներկայացնում, ոչ միայն վիրահատություններ, այլև ահագին նման գործողություններ։ Դե կարծում եմ սա կծառայի մեր կլինիկական օրդինատորներին, երիտասարդ բժիշկներին դեռ երևի մի 10-20 տարի արդիական կմնա, կարծում եմ, որովհետև հիմնական գիտելիքներն անգլերենը, ճիշտ ասած անգլերենն էլ հետաքրքիր է, ունեն կլինիկական օրդինատորներ, որոնք անգլերենն առան ինչի համար, ասեցին մենք ուզում ենք նաև մեր անգլերենը լավացնենք եւ հարմար է, որ ուզում ես անգլերեն գրականություն կարդաս, անդադար նայում ես սա, հեշտ է դառնում ավելի։ Հիմա դե կուզեն հայերենը կունենա, կհամեմատեն, չգիտեմ, նոր գիրք էլի կգրեմ թե ոչ, բայց ընտանիքի հաշվին է ստացվում, պետք է մտածել, ստոպ տալ թե ոչ, կանգ առնել թե ոչ։ Բայց որ սկսում ես անել, արդեն ախորժակը բացվում է, չէ՞։ Շատ ճիշտ եք ասում, ախորժակը բացվում է, ինչ որ ցանկություն է առաջանում, բասա էլ պետք է գանա, այդ չգիտեմ, երևի ինչ որ ուսուցչի դրված ինչ որ բան կա, որ չես կարողանում, եթե անդադ կրթում ես, սովորեցնում ես, նաև պահանջ ունես նորություն անդադար մատուցելու։ Հոգու պահանջ։ Գիտեք, այդ ուսուցչի պահով որ նշեցիք, ինչպես սկզբում ես նշեցի, ես եղել եմ ձեր լեկցիաներին որպես ուսանող բժշկական համալսարանի, իրականում շատ տպավորված եւ շատ հետաքրքիր իմ համար բացահայտումներով, որովհետեւ ինքս ինչ որ մի շրջան նաեւ հետաքրքրված էի ակնաբուժությունով, սեփական խնդիրները իհարկե բացահայտելու համար, թե ինչու ասենց լինում ես եւ այլն, ես կուզեմ մի քիչ խոսեք ուսանող եւ դասախոս հարաբերությունների, թե ոնց եք հասնում դուք ուսանողների հետ աշխատեք ու ներկայումս ինչ պոտենցիալ կա մեր ուսանողության մեջ եւ ինչ հնարավորություններ ունենք տեղում զարգանալու եւ դառնալու որպես մասնագետ, վիրահատող ակնաբույժ կամ թերապևտ ակնաբույժ, մի քիչ այդ մասին էլ կպատմեք։ Ես այո, կասեմ նախ, որ շատ սիրում եմ դասավանդելու process-ը, պարզապես առանց դրա չեմ կարող ապրել, ավելի շատ կլինիկական օրդինատորներ, որոնք անդադար շուրջը դեն առնվազն 6-7-8 երեխա, իմ համար երեխաներ են, եւ իրենց այդ պահանջը անհակ սովորելու
քեզ ոնց որ նոր ուժ տա, որ դու ամեն անգամ ինչքան էլ հոգնած գնաս, ինչ որ առումով անդրամադիր լինես, մարդ ես, ինչ որ մի խնդրի հետ, երբ ես տեսնում եմ իրենց այդ հետաքրքրված աչքերը, ոնց որ ինչ որ նոր եռանդու էներգիա գալիս, որ պետքա խոսես, բացատրես, որտեվ իրենք եկել են սովորելու եւ ի վերջո մեզ հետո իրենք են չէ բուժելու։ Դիալեկտիկան տանում են դրան, որ երեխան պետք է ծնողին գերազանցի, աշակերտն էլ ուսուցչին, եւ դա նորմալ է, այդպես պիտի լինի, այո, պետք է իրենք տան մեզ անցնեն, եւ դա Աստված, եւ այսօր շատ լավ սերունդ է զարգանում, շատ պայծառ երեխաներ կան, ու երիտասարդներ, հա, ասեմ լավ երեխա չասեմ, շատ պայծառ երիտասարդներ, անգլերեն գիտեն հրաշալի, կողքդ կանգնած են պացիենտ է գալիս, ասենք ինչ որ դեղ է ստանում եւ աչքում ինչ որ խնդիր է, չէ՞, ես պատտնում ասում մի հատ այսինչ խնդրում, արա Google արա, տեսեմ ես դեղից կարար աչքում նման փոփոխություն լինել, արա գվարքյանական էս հոդվածը բերեց, են բերեց, այսինքն եւ այսօրվա դարաշրջանն է թույլ տալիս շատ զարգանալու, մեր ժամանակ չկար էս ամեն ինչը, ցավոք, իսկ հիմա կա լեզուն գիտեն, ինտերնետը կա, Google-ը կա եւ ամեն հարցի պատասխանը վարքյանական կա եւ ես կասեի 80%-ը շատ հետաքրքրված, մոտիվացված երիտասարդներ են գալիս, հատկապես ակնաբուժության բնագավառ, զգում ես որ սիրում են, եկել են հավեսով, ուզում են սովորեն, նայեն, բուժեն եւ իրահատեն, իսկ ուսանողության մեջ երբ դասախոսություն ես կարդում, խառն է Կան ուսանողներ, որոնք նայում ես իր հեռախոսի մեջ է, բայց այսօր դժվար է հասկանալ հեռախոսի մեջ կներեք Facebook-ը նայեմ, թե հեռախոսի մեջ ասածը թե ինչ որ նոթներ, գրառումներ վերցնում։ Կամ որ նայում ես մեկ էլ աչքը փակվել է, հետո իմանում ես որ այդ երեխան դեղատանն է աշխատում, հերթապահել է, հոգնած է, մեղքակունը տանում է, ինչ խոսացնես։ Ու կան sense պայծառ երեխաներ, ես դիմացը նստած են աչքերը լայն բացած, հարցեր են տալիս, անգամ եղել է դեպք, որ ինձ հարց են տվել, ես այդ բան չեմ իմացել։ Ասեն են, բան հետաքրքիր բան հարցեցի, երբեք չեմ մտածել։ Մի հատ կնայես ինձ հիմա ասես, կամ օրվա վերջում։ Հա, ինչու՞ չէ, ու ասենք թե նայել ես չեմ ամաչում, ես այդ բան չգիտեմ, ինչ կա տեղ։ Ամեն ինչ չես կարող իմանալ։ Եվ այդ ուսանողը վերջում բա գիտեք, այսինչ այս այնինչը այն է ասել եւ միասին քննարկել ենք, ասել եմ շատ հետաքրքիր էր, այսքան ժամանակ այս թեման կարդում եմ, իմ մտքով չի անցել, թե ինչու այսինչի հետ կապված, այսինչ երևույթ է այսպես։ Բայց այդ ուսանողը պայծառ էր ու իր մտքով անցավ ու հարցը տվեց։ Այսինքն շատ լավ սերունդ է զարգանում, ես շատ ուրախ եմ, կարծում եմ շատ հեշտությամբ կվստահենք մեզ իրենց, ոչ բոլորը, բայց 80%-ը շատ լավն են, շատ պայծառ են։ Եվ ես ուրախ եմ, որ տեսնում եմ դա իրենց մեջ այդ հետաքրքրվածությունը։ Շատ մերսի ձեզ, որտեվ ձեզնից էլ է իրականում կախված, դասախոսից շատ բան է կախված, թե մենք ինչքանով մոտիվացված ու տրամադրված կլինենք առարկան վերցնելու, սովորելու։ Ճիշտ եք ասում, կլինարդինատորներից շատերը որ գալիս են, ասում են դասախոսությունից հետո ենք եկել, ոչ միայն իմ, նաև մեր մյուս դասախոսների, որ շատ հետաքրքիր կարդում են, եւ ես միշտ ինտերակտիվ եմ անցկացնում, որովհետեւ որպեսզի չքնեն, դե 30 րոպեից դժվար է, չէ՞, քունը սկսում է տանել, անկախ քեզանից լույսերը անջատված է, եւ ես սկսում եմ ինչ եք մտածում, ես ինչպես է անպայման ինտերակտիվ, որ եղել եք գիտեք, ու դա ստիպում է, որ իրանք խոսան, արտանան, մտածեն, տրամաբանեն, ու ամենակարևորը չքնեն։ Եվ ես չեմ քնում, ստիպված, որովհետեւ այդ խոսելը, ինտերակտիվ անցկացնելը շատ կարևոր է ու հետաքրքիր է բոլորի համար։ Այո, ու հենց ձեր այդ հրաշալի էնտուզիազմով բացատրելուց եւ այլն շատ բան է կախված ու բոլոր դասախոսների, որտեվ երբ որ մեզ ոչ թե դիտում են զուտ երեխա եկավ ստեղ նստեց, մենք իր հետ շփվեցինք, այլ որպես ապագա գոլեգա, ում պետքա տալ գիտելիք, որտեվ վաղը ինքը մեզ բուժելու, դա այդ մոտեցումը ամենաիդեալական մոտեցումն է, ուսանողներն է դա զգում, գնահատում եւ ինքն էլ է գնահատված զգում իրան եւ ոգեվորությունը սովորելու վերադառնում է, որտեվ process-ը իրականում հյուծող process է սովորելու եւ այդ ընթացքում եթե ոգեվորող ասենք մի հատ կայծ ես տեսնում, ուզում ես բռնվես դրանից, ոնց գնաս ու ձեզ մերսի այդ աշխատանքի համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ գնահատվում է։ Եվ այս ամեն ինչի հետ դուք այսքան բուրըն գործունեություն եք ծավալում, բայց նաև ընտանիքի մայրիկ եք, ու խոսքի առաջին հատվածում նշեցիք, թե ոնց է եղել Ամերիկայում, բայց ես կուզեմ ընդհանուր որպես Աննա Վիկտորովնան, Աննա Հովակիմյանը որպես մայր իր առօրյան եւ որ ոնց է կարողանում այդ ընտանեկան դժվարությունները հաղթահարել եւ նաև միևնույն ժամանակ մշտապես խնամված, գեղեցիկ եւ լավ բուժել պացիենտներին, այդ մասով էլ
խոսենք։ Երևի կասեմ, որ ես շատ բախտավոր մարդ եմ այդ առումով, որովհետև ինձ շատ օգնել են ընտանիքի անդամները, մայրս առ այսօր ինձ օգնում է տանջաշերը պատրաստելու մեջ, ես շաբաթ-կիրակի եմ պատրաստում, որովհետև մնացած օրերը ժամը 6-ին եմ տուն գալի, իմ փոքր երեխան 3-րդ բալիկ աղջիկը 12 տարեկան է եւ այսօրվա սերունդը գիտեք իրենք ամբողջ օրը իրենց գաջետներով շատ դժվար ենթարկվող սերունդ է կարծում եմ այդ առումով, որ ժամանակի գաղափար չունեն, իրենք կարող են տարվել ինչ որ մի հաղորդում նայելով չզգալ, որ ժամը 8-ն է 9-ն է, արդեն պետք է քնի, դաս չի արել դեռ եւ այլն, այսինքն ես տուն եմ մտնում եւ նվիրվում եմ իր դասերին ու վերջում նոր արդեն նաեւ անպայման կես ժամ մասնագիտական գրականություն եմ կարդում ամեն օր, եթե մի օր չեմ կարդում, ինձ թվում է ես հետ ընկա 10 տարի։ Մեղքի զգացողություն կա, չէ՞, ինչ որ։ 9 թվականից sense միջազգային խմբի մեջ եմ, կոչվում է Kernel Discussion Group, որտեղ մոտ 3000 ակնաբուժ են մասնակցում Ավստրալիայից մինչև Միացյալ Նահանգներ եւ անդադար նորություններ է քննարկում։ Ես ինքս բար դեպքերի դնում եմ քննարկման եւ եթե ես մի օր չեմ կարդում, նայում եմ 30 նամակը 60 դարավ, 90 դարավ կուտակվում է։ Ու չես կարում, ոնց որ հոգեկան հիվանդի նման որոշես անպայման հասցնես այդ ամենը։ Ոչ ոք քեզ չի ստիպում, բայց դու ինքդ ես քեզ դա պարտադրել ու մնում է։ Ու ես չէի կարող հասցնել տան գործերն անել։ Այսինքն ինձ մայրս առ այսօր օգնում է։ Ես շաբաթ-կիրակի եմ տան մայրիկ տանկին, այսպես ասեմ, էնել կիսով չափ։ Կեսը գնում է էլի մասնագիտական ինչ-որ գործունեության, հոդված գրել, ելույթ պատրաստել, չգիտեմ ինչ։ Ամուսնուս մայրիկներ ժամանակին շատ օգնել է, լուսահոգի սկեսուր մայրիկը, որը նույնպես տղաներիս էր շատ այն ժամանակ պահում, որ ես աշխատանքից եթե ուշ էի գալիս, ինչ որ հետաքրքիր իրադարձություն կար, հայրս շատ է օգնել Միացյալ Նահանգներում եւ առհասարակ է շատ օգնել է միշտ դպրոցից տուն բերելու մեջ, շատ են օգնել։ Եթե չօգնեին, վստահաբար այսքան բանի չէի կարող հասնել իրոք։ Ինչի որ հասել եմ, եթե շատ բան է դա, չգիտեմ, ամեն դեպքում ընտանիքի սատարումը շատ մեծ է եղել եւ ամուսինս էլ, որ բժիշկ է, հանդուրժող է եղել, որ ուժ կամ ամբողջ ժամանակ գիր կարդամ կամ ինչ անեմ, այսինքն դա էլ է կարևոր կողակիցդ, եթե նույն մասնագիտությունից է, ընդհանուր շատ բաներ կան իրար հետ կիսելու, մտահոգություններ, տարբեր թեմաներ, ապա կինը կարողանում է նվիրվել գործին։ Եթե իմ ամուսինը լիներ օրինակ ինժեներ, կարող է բոլորին չհասկանար, ինչ է կոչվում շաբաթ-կիրակի նստելա, չգիտեմ, էլի ակնաբուժության մեջ է, էսա էնա։ Օրինակ, կարող է չլիներ, բայց եթե բժիշկը ավելի հեշտ է։ Ընտանիքի սատարելով, ես այսպես կասեմ, թե ինչ մայրիկ եմ, չգիտեմ, իմ երեխաները կարծես ինձ շատ են սիրում, բայց ես դե որքան եմ կարողացել իրենց դաստիարակել, երևի ավելի շատ տատիկներն են դաստիարակել, ավելի շատ դպրոցը, ես ավելի շատ սիրել եմ, գիտեք, այնքանով որ ես նույնիսկ չեմ կարողացել կարգին ջղայնանամ, տանը հաճախ ասում են երկեցիր, վերջացրեցիր, այդ ոչ մի որ ջղայնացար, չգիտեմ, երևի ավելի շատ փորձել եմ անդադ սեր տալ, այդպես եմ տեսել մայրական գործը։ Շատ շնորհակալություն ձեզ։ Մեր զրույցը շատ հետաքրքիր է ու կարելի է ժամերով խոսել, թե դուք ոնց եք ձեր մասնագիտական գործունեությունը եւ անձնականը ամեն ինչ կազմակերպում եւ դա իրոք շատ ոգևորող է բոլորի համար, կարծում եմ ովքեր որ ուզում են բժիշկ դառնան կամ ընդհանրապես մասնագետ, բայց քանի որ մեր ժամանակը արդեն մոտենում է ավարտին, կուզեմ տան վերջին մեր հարցը, որը որ հետևյալն է, եթե հետ գնայիք 6-րդ կուրս, հանդիպեիք Աննա Հովակիմյանին եւ ունենայիք իրան ինչ-որ խորհուրդ տալու հնարավորություն, ինչ կասեիք իրան։ Կասեի այն, ինչը ամբողջ կյանքում իմ համար բաց է մնացել, հիմա որ ասեմ գուցե կծիծաղեք։ Ես միշտ վատ եմ զգացել, որ ես շատ լավ չեմ կարողանում անել ներերակային ներարկում։ Օրինակ ես անում եմ որ եղջերաթաղանթը փոխպատմում ես կատարում եմ նույնիսկ վիրաբուժության մեջ մի քանի վիրահատություններ բացառիկ, որ Հայաստանում դեռ միայն ես եմ անում, մեծամիտ չնչի, բայց երակային ներարկում լավ չգիտեմ անել, որովհետև առիթ չեմ ունեցել սովորելու։ Օրինակ ամուսինս, որ 2-րդ կուրսից աշխատել է շտապօգնության ծառայություն եւ 6-րդ կուրս, աչքերը փակ կարող է ցանկացած մարդու երակը միանգամից գտնել ու կատարել ներարկում։ Իսկ ես այն ժամանակ, որ ուզեցի, իմ տանը իմ ծնողները, վայ, աղջիկ երեխա է, ոնց կլինի հանկարծ գիշերով մի խմած մարդ հանդիպի կամ չգիտեմ վիրավոր են այս կոմայքում, թույլ չտվեցին։ Իսկ բժշկական համասարում ցավոք այդ կրթությունը չկա, որ մեզ նաեւ քույրական գործ սովորացնեն։ Ճիշտ է, ինձ առանձնապես կյանքում դա պետք չի գալիս, բայց ես համանական մտածել, ասում, ինչ ես մի բանը կարգին չգիտեմ, բա որ պետք է, բա որ ինչ որ մեկին հանկարծ շտապ պետք լինի, բա որ ես հանկարծ լավ չգտնեմ։ Ու ես եւի խորհուրդ կտայի, որ գիտես ինչ, մտնեիր որևէ մի բաժանմունք, մի քանի ամիս բուժքույր աշխատեիր, առաջի կուրսում, երկրորդ, այ դա խորհուրդ կտայի, դա մի տեսակ բաց է մնացել։
Չնայած ուշ չի, կարող եմ հիմա սովորել, երբեք ոչինչ ուշ չի։ Բայց 12 տարեկան աղջիկ ունեք գիշեք։ Ճիշտ է, ժամանակ չկա, բայց պատկերացրեք եթե կուրսեր լինի, սիրով կվերցեմ, կգնամ կսովորեմ, ինչու՞ չէ որ։ Միշտ էլ ուշ չի, երբեք ուշ չի ոչինչ սովորելու համար։ Այ համաձայն եմ ձեզ հետ, շատ շնորհակալություն ձեզ։ Շատ հրաշալի զրույց էր, շատ թեթև, հանգիստ անցավ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ ցանկանում եմ բեղուն մասնագիտական գործունեություն մեր խոսակցությունից հետո էլ ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև մշտական անձնական եւ աշխատանքային կյանքի բալանս։ Շատ ուրախ եմ, որ զրուցեցին կրկին անգամ։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է։ Սկանը։